Շտապ գործողություններ այդ ենթատեքստում հայ-ադրբեջանական ռազմական ես կարծում եմ, որ չի։ Պայքինավտանգ է ինձ թվում է մնում է իրավիճակը, թե միջազգային հարաբերությունում ընդհանրապես, թե հայ-թուրքական նոր թեմա է, որը ծագել է։ Իմ պատկերացմամբ հայ-թուրքական ռուս-թուրքական հարաբերությունների վարդարացումը դա մի քայլ է, մի առանձին էջ է այն ամբողջ ռազմավարության մեջ, որը կարծես թե չդրված ռազմավարություն է, բայց գոյություն ունի ներքաշելու Ռուսաստանը թեժ իրավիճակների մեջ և թուլացնելու նրան, թե տնտեսապես, թե քաղաքականապես։ Այն փաստը, որ Թուրքիան երկար տարիներ Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունից հետո շատ ունեին իրենք թե տնտեսական, թե այլ ծրագրեր միասին և երկկողմանի կոմպլիմենտները չէին վերջանում վերջի տարիները և ես կասեմ, որ որոշ ռուս վերլուծաբաններ այդքան հալածյուրի պես չէին ընդունում Թուրքիայի այդ դիրքորոշումը և կարծում են դրա աստառը դեղ իրեն ցույց կտա։ Այն, որ Թուրքիան չվարանեց փչացնելու այդ հարաբերությունները, ցույց է տալիս, որ նա այդքան էլ չի գնահատում այն, ինչ որ կա, քանի որ իր առաջ բացվում են այլ հեռանկարներ իր հեռակա-ծրագրերում, որոնք ունեն ավելի մեծ բարձր ռեյտինգ, բարձր պրիորիտետ։ Փաստորեն Ռուսաստանը դրվեց այն վիճակում, որ չէր կարող չպատասխանել։ Իսկ պատասխանելով շատ անգամ Ռուսաստանը թե տնտեսապես, թե քաղաքականապես իհարկե մտնում է ծուղակի մեջ և իրավիճակը զարգանալով իր օգտին չի լինում։ Այդ վիճակում իհարկե Հայաստանի կողմնորոշումն է, այստեղ չի հեշտանում, մեր ռազմավարական գործընկերոջ դեմ, այդպես ակնհայտ արդեն Թուրքիայի կողմից կարելի ասել հարձակում է, դա ես կարելի ասել, որ դա հարձակում է, որին եթե Թուրքիան ուզենար այդ հարձակումը չներկամեղմեր, նա դա կաներ առաջի օրերը, բայց առաջի օրերը դա չի արվում, վերվում է այն իրավիճակի, որ արդեն Ռուսաստանը, ոնց ասում են, իր դեմքը կկորցներ, եթե չպատասխաներ։ Դա նաև կարող է ընթանա և շատ սուր ստանա սուր իպես զարգացումներ, ընդհուպ և ռազմական որոշ փոքր կոնֆլիկտներ լայնամասշտաբ պատերազմի մասին առայժմ չխոսենք, ինձ շատ վտանգավոր է թվում այդ տերությունների ասեմ զգուշացումը և իրենց կողմ քաշելը այդ կոնֆլիկտից։